Այսօր ես եկել եմ ի աջակցություն Ավետիք Չալաբյանին եւ ուզում եի շեշտեի, որ այսօրվա իշխանությունը երկակի ստանդարտներ է կիրառում նույն միջադեպերով տարբեր անձանց համար, այսինքն կախված սոցիալական խմբի պատկանելություն, քաղաքական կողմնորոշման, իրավապահ համակարգը եւ ըստ այնմ դատական համակարգը պնդելով իրավական համակարգի ճակերտավոր գործողությունները կամ պատվերը հետագայում այդ ամեն ինչ վավերացնում է կալանքի տեսքով։ Դա շատ կարևոր է այսօր հասկանանք, որովհետև նույնատիպ դեպքերով ԿՊ-ական կամ իշխանական լիազորված անձերի նկատմամբ, վստահված անձերի նկատմամբ նույն բովանդակությամբ խախտումներն են եղել, բայց նրանց վրա օրինակ, եթե եղել են հաղորդումներ, քրեական գործ չի հարուցվել։ Եթե քրեական գործ հարուցվել է, ապա անգամ ծանուցագիր չի ուղարկում քննիչը կամ դատախազը, հետագայում իմանալով իրենց պատկանելությունը իշխանական թևի։ Մենք պետք է հասկանանք այսօր, որ ամեն անգամ հույս ունենալով դատարան ներկայանալով, որ այս անգամ դատավորը իրավասու որոշում կկայացնի եւ կտեսնի այն սխալանքը, որը տեղի ունեցել հետաքննչական, նախաքննության կամ քննչական գործողությունների արդյունքում ուղղակի կարող է լինի խապկանք մեր ազգի, մեր ժողովրդի համար, բայց այսօր եւս եկել ենք աջակցելու մեր Ավետիք Չալաբյանին, որը բազմապիսի խնդիրներում եղել է մեր ազգի, մեր պետության, մեր ժողովրդի կողքին։ Կարծում եք երկար կցկցվի դատավարությունը, ինչ եք սպասում։ Դե սպասելիքը այնա, որ նայած ինչ խորությամբ է, նայած ինչ փաստական տվյալներ են ձեռք բերվել եւ ինչպիսի մանիպուլյացիաներ հնարավոր կլինի կիրառել կամ եթե մանիպուլյացիա չի, ինչպիսի խորությամբ կարող են տվյալ անձին վարկաբեկել։ Կարող է լինի չնչին սարքեն շատ եւ շատ լինի սարքեն քիչ, բայց մեր դեպքում դա բացառվում է եւ ես նշեմ, եթե ԿՊ-ական պատկանելություն ունի կամ ներկայացնում է որոշակի աղանդ, հա, նրանց արդարացումը հենց դատարանի դահլիճում կարող է լինի, մինչև դատարանը նաեւ քննչական գործողությունների մասով միանգամից բեկանվում է, մերժվում է բողոքները, հաղորդումները հանցագործության մասին։ Ցավոք մենք այս երկրում ենք ապրում, երբ հայի նկատմամբ կիրառվում է խտրականություն։ Պարոն Բաբայան, եթե դատարանը մեղավոր ճանաչի, ինչ եք կարծում, հաջորդ քայլը ինչ պիտի լինի, միջազգային կառույցներ, այդ դեպքում ինչ։ Դե բողոքարկում, բոլոր դեպքում վերաքննիչ քրեական դատարան բողոքարկում պետք է լինի, դա եւս նշանակում է, որ պարոն Չալաբյանը կլինի անազատության մեջ, ինչը դա ուղղակի աբսուրդ է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք ուր է գնում։ Հույս ունենանք, որ դե լիահույս ենք, որ այդ բանը կկատարվի եւ վերջապես մարդկային եւ ազնիվ մոտեցումները կլինի